Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Ռազմաարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Հայ-Աքվե ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամ Ավետիք Քերոբյանը։ Բարև ձեզ, պարոն Քերոբյան։ Ողջույն։ Շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Ձեզ էլ։ Նախ ամփոփենք 2025 թվականը ինչպիսի տարի էր անվտանգային առումով։ Եկեք սկսենք ռազմաարդյունաբերության ոլորտից, որպեսզի մասնագիտական հետաքրքրության ոլորտ խայտարակ կարելի է ամփոփել մեկ բառով, եթե վերցնենք նաև կառավարության կայքում կատարողական հենց ռազմաարդյունաբերության զարգացման բյուջեի բառից բուն իմաստով խայտարակություն է 5.7 միլիարդ դրամ նախատեսված էր 2025 թվականի համար, որից 4.2-ը ռազմական նշանակության գիտահետազոտական փորձակոնստրուկտորական աշխատանքներ, 1.5 միլիարդը փորձանմուշներ, երևելի երկու հատ փոքր հոդված կար։ Ուրեմն 1.5 միլիարդ փորձանմուշների բյուջեից ծախսվել է ուշադրություն 5 միլիոն դրամ, 300 անգամ պակաս, քան նախատեսված էր։ Իսկն այստեղ 0.3% կատարողականի հետ գործ ունենք։ 4.2 միլիարդ փորձակոնստրուկտորական աշխատանքների համար նախատեսված է, դրանից ծախսվել է 1.4 միլիարդը, եթե ընդհանուր վերցնենք 30%-ից պակաս է կատարողականը։ Այս կառավարությունը այնքան ստախոս եւ մանիպուլյատիվ է, որ 2025 թվականի նոյեմբերին հայտարարում էր, որ ասում էր իր տեղատեսակ Բարսաշչյան պաշտոնյաների բերանով, որ 25 թվականը հայտարարել են ռազմաարդյունաբերության տարի, դրանից ավելի մեծ սուտ հնարավոր չէ մտածել։ Ամեն ինչ ասել են հակառակը։ Իսկն եթե ասում են, որ զարգացնում են ռազմաարդյունաբերությունը, գործ ունենք բառից բուն իմաստով հսկայական հետընթացի հետ։ Փորձում են մեջ բերել 3 տարվա համար կնքված 170, չգիտեմ քանի միլիարդ դրամ կնքված պայմանագրերը, բայց նույն ոլորտի լիազոր նախարար Մխիթար Հայրապետյանի մեջ բերած թվերը եթե ուսումնասիրենք, պարզվում է, որ այդ 171 միլիարդն էլ է ահագին տոկոսով թերակատարվել, իսկ մենք գործ ունենք բացարձակ ստախոսության հետ այս ոլորտում։ Եթե ընդհանուր առմամբ ռազմական անվտանգության ոլորտը նայենք, մենք այստեղ տեսել ենք լուրջ եւ ցնցող հարվածներ, մասնավորապես զինվորական ծառայության ժամկետի կրճատումը, պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի կրճատումը, որը բերվեց ներկայացվեց որպես նախընտրական ավելի շուտ կամ կառավարության ծրագրի որպես բանակի բարեփոխման համատեքստում բարեփոխում, բայց չարեփոխումից բացի սա ոչ մի այլ կերպ չի կարելի որակել։ Իհարկե մենք գործ ունենք Ադրբեջանի կողմից պահանջների հետ, բանակի թվակազմի կրճատման, այսպես արարողակարգային ֆունկցիաների միայն կատարման, գործ ունենք նախընտրական խոստումների, նախընտրական այսպես մանիպուլյատիվ քննարկների հետ, բայց ժամկետային ծառայության ժամկետի կրճատումը կարող է լինել հետևանք բարեփոխումների եւ դրա մասին մի քանի անգամ խոսել ենք համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգի կառուցման, որում յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր կազմակերպություն, պետությունը ամբողջապես համայնքները լինեն մասնագիտական, տեղական, թե այլ, կունենային իրենց դերը, պատրաստված, մարզված կլինեին, կիմանային մարտի մեջ մտնելու, այսպես պայմանական մարտի մեջ մտնելու իրենց հերթականությունը, դրա փոխարեն մենք տեսնում ենք բացարձակապես եւ բացառապես Ադրբեջանի կողմից ներկայացած պահանջների կատարում եւ նախընտրական հնարքներ, քարոզչական հնարքներ։ Օրինակ է բերվում Վրաստանը, որ այնտեղ ծառայությունը 1 տարի է դարձել եւ չեն բացառում, որ այստեղ է կարող է 1 տարի լինել։ Պարտադիր ժամկետային ծառայությունը կարող է ընդհանրապես վերացվել, եթե լինեն իսկապես խորքային բարեփոխումներ եւ կառուցվի այնպիսի պաշտպանական եւ անվտանգային համակարգ, որ մեր հավանական թշնամիների հակառակորդները չմտածել են նույնիսկ մեր վրա հարձակվելու մասին։ Բայց այսօր մենք գործ ունենք լրիվ հակառակ իրավիճակի հետ։ Մենք գործ ունենք Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի ամբողջ տարածքին ներկայացվող պահանջների հետ։ Մենք գործ ունենք մեր պատմամշակութային ժառանգության ոչնչացման հետ Արցախում եւ դրա հետ միասին Ադրբեջանի կողմից քարոզվող կեղծ արևմտյան Ադրբեջան եւ այլ ցավալապաշտական նկարտումների հետ։ Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, որ երբ մեր մասին խոսում են երրորդ դեմքով, այսինքն մենք դարձել ենք, չգիտեմ, մանր խաղալիք, որը մեծ խաղացողները այսօր այն կողմ են կամ իրար ձեռքից ձեռք են փոխանցում մեր ճակատագիրը լուծված համարելով։ Մենք այս վիճակում իրավունք չունենք խոսել պաշտպանական ծախսերի կրճատման հետ։ Ես հիշեցնում եմ մեր ունկնդիրներին, որ 115 միլիարդով 25 թվականի համար կրճատվում են 26 թվականին համար նախատեսված պաշտպանական ծախսերը։
ռազմավարության զարգացման բյուջեն է կրճատում 1.5 միլիարդով։ Իհարկե հարց կառաջանա, ասենք, եթե կատարում են ընդամենը 1.5 միլիարդ, բայց հաջորդ տարվա համար 4.2 են նախատեսում, ինչի մասին կարելի է խոսել, այստեղ որևէ տրամաբանություն չկա, բայց ամեն դեպքում ես դրա մասին խոսել եմ եւ արտահայտվել եմ։ Ռազմական ծախսեր կրճատելը դա հանցագործություն է Հայաստանի պայմաններում։ Չի կարելի չունենալով կառուցված համակարգ, չունենալով համալրված զորավարքային պաշարներ, չունենալով զարգացված եւ ինքնաբավ արդյունաբերություն, չի կարելի կրճատել ծախսերը։ Այն ինչ անում են, դա ուղղակի հանցագործություն է ոչ միայն ներկայի, այլև ապագայի հանդեպ։ Անվտանգային առումով, բայց կարող ենք ասել, որ համեմատության կարգով ավելի խաղաղ տարի էր, բայց իհարկե մենք նույնիսկ խաղաղ պայմաններում ցավալիորեն ունենում ենք նաև զինծառայության ընթացքում զոհեր, հրազենային վնասվածքից եւ այլն, գործերը քննվում են եւ հետո չենք իմանում, թե ինչն է եղել, ինքնասպանության պատճառը եւ այլն եւ այլն։ Ուրեմն այս իշխանությունը այնքան սուտասան է եւ ստախոս է, որ նույնիսկ կարող է թշնամու գնդակից զոհվածին ներկայացնել որպես ինքնախեղում կամ ծառայության ընթացքում ինչ-որ միջադեպի հետևանք, եւ մենք չգիտենք որևէ կերպ, դուք շատ ճիշտ նշեցիք, ունենում ենք կորուստներ, բայց որևէ կերպ այդ կորուստների մասին ամբողջական տեղեկատվություն, վերջնական տեղեկատվություն հայտնի չի դառնում։ Կարող է պատահել, որ նույնիսկ թուրք սնայպերը կրակել է եւ սպանել է, բայց դա ներկայացնում է որպես չբացահայտված դեպք, որպեսզի այսպես չխաթարեն իրենց իսկ հռչակած կեղծ խաղաղության օրակարգը։ Անվտանգային առումով ես կուզեմ նաև հիշեցնել, որ դերևս մարտ-ապրիլ ամիսներին Սյունիքի որոշ բնակավայրերի վրա կրակում էին, բնակելի տների վրա էին կրակում։ Երջանիկ պատահականությամբ Տավուշի ուղղությամբ էլ է եղել, այո, երջանիկ պատահականությամբ մենք զոհեր չենք ունեցել, բայց նոյեմբեր ամսին բացահայտեցինք խայտարակ մի պատմություն, որի պարզվում է, որ նաև քննարկվել է ազգային ժողովում երկար տարիներ հետո, բայց ոչ չի հանրայնացվել, պարզվեց, որ Հայաստանի տարածքում կան մարտական հենակետեր, դիրքեր, որտեղ մեր զինվորները անցնում են հերթափոխ իրականացնելու համար, անցնում են ադրբեջանցիների կողմից զննություն անցնելուց հետո։ Այդ մասին դուք բարձրաձայնեցիք։ Այդ մասին բարձրաձայնեցի նաև ես, բայց ինձից առաջ դրա մասին խոսում էին տարբեր այլ գործիչներ, եւ հանրային եւ ոչ այնքան հանրային։ Բայց ձեր ասածը տարածվեց։ Իմ ասելուց հետո, այո, զանգվածային որոշ լրատվամիջոցներ հարցում ուղարկեցին պաշտպանության նախարարություն, որը ոչ մի կերպ չմեկնաբանեց այդ ասվածը, այսպես հերթապահ պատասխան ուղարկեց, որ համապատասխան ստորաբաժանումը նախարարության մշտադիտարկում է իրականացնում մամուլում եւ սոցցանցերում կատարված հայտարարություններին կամ տեղեկատվությանը եւ ըստ անհրաժեշտության արձագանքում։ Հիմա մեջ բերելով տարբեր օրինակներ, հա, օրինակ դրանից մեկ ամիս առաջ մոտավորապես կարծեմ հենց ձեր տաղավարում հնչեցվել էին Պահեստազորի մոտավոր թվակազմի մասին, քանակի մասին թվեր, հա, եւ պաշտպանության նախարարությունը 1 օր կամ 1 ժամ տարբերությամբ հենց չենք բարձել, որ հայտարարությունն են անդրադարձել, որովհետեւ չեն մատնշել թում հարցազրույցին է վերաբերում իրենց հայտարարությունը, հերկման այսպես ճակերտավոր հայտարարությունը 1 ժամ կամ 1 օր տարբերությամբ հերքում են հրապարակել, իսկ այստեղ բավական լայն հանրային արձագանք գտած լրատվամիջոցների կողմից բարձրացված եւ պաշտոնական հարցումներին, իրենք ոչինչ չեն կարողացել հակադարձել։ Փաստ է, այսինքն այլևս հաստատված փաստ է, որ դա այդպես է, այլևս հաստատված փաստ է, որ հայ զինվորները անցնում են ստորացման եւ նվաստացման միջով եւ պաշտպանության նախարարությունը եւ գլխավոր շտաբը դրա մասին լավատեղյակ են եւ ոչ մի քայլ չեն ձեռնարկում։ Ընդ որում պետք է ասենք, որ ոչ միայն ինչ քայլ պետք է ձեռնարկեն, ինչ պետք է արվի այս դեպքում։ Տեսեք, մարտական կամ ռազմական որևէ նշանակություն այդ հենակետերը չունեն։ Ունեն այլ նշանակություն, հա, այնտեղ գտնվող եւ այնտեղ ծառայություն իրականացնող զինվորները փաստացի պատանդարված են։ Ցանկացած սրացման դեպքում նրանք հայտնվում են թիկունքում առանց յուրային ուժերի հետ որևէ կապի եւ որևէ օժանդակության եւ իրենք լավագույն դեպքում գերի են ընկնելու, իսկ վատագույն դեպքում մենք ականատես ենք լինելու նրան, ինչ ականատես ենք եղել 20 թվականին, 16 թվականին, 22, 23, այսինքն մորթվող հայ զինվորների կադրեր են ցույց տալու մեզ։ Չպետք է սրանից իհարկե փշակաղվել եւ սարսռալ, պետք է սթափ գիտակցել իրավիճակը եւ պահանջ ներկայացնել։ Պահանջ ներկայացնել առաջինը պատասխան տալու է իրավիճակի համար, պատժել են մարդկանց, ովքեր բերել են այս իրավիճակը, պատժել են մարդկանց, ովքեր թույլ են տալիս
սրա շարունակությունը, ովքեր մասնակից են հայ զինվորների ստորացման եւ նվաստացման, եւ ովքեր պատասխան պետք է կրեն, այո, պետք է պատասխան կրեն ռազմական ժամանակի օրենքներով։ Այսինքն մի քանի հենակետերի մասին է խոսքը։ Խոսքը մի տեղամասի, բայց այո, մի քանի դիրքերի մասին է խոսքը գնում, բայց նույնիսկ մեկ դեպքը, նույնիսկ մեկ մարդը, որը ասում է այդ դրա միջով, արդեն բավարար է, որպեսզի պատժվողներ լինեն, որպեսզի պատժվեն, այո, այդ իրավիճակը թույլ տվողները։ Այսինքն, եթե միջև հիմա ոչինչ չի եղել Փառք Աստծո, չի նշանակում, որ սադրանքների Ադրբեջանը չի կարող գնալ։ Այո, միտումնավոր թույլ է տրվում այնպես իրավիճակ, որ սրացման դեպքում մենք ունենանք երաշխավորված գերիներ եւ զոհեր, որպեսզի հերթական անգամ կարողանան եւ այս իշխանությունը արդեն մի քանի եւ կամ մի քանի տասնյակ անգամ բռնվել նրա վրա, որ հայ ժողովրդին, հայ հասարակությանը շանտաժի ենթարկում հավանական պատերազմով, ընդ որում պետք է ասենք նաև, որ օգոստոսի 8-ի այսպես հայտարարության շուրջ նաև այդպիսի տեղեկատվական ֆոն է ստեղծում, տեղեկատվական աղմուկ, որ դա հնարավորություն տվեց կանխել պատերազմը։ Եկեք ասեք, որ պատերազմը սպառնալիք կար։ Հա, եկեք ասեք, որ 24 թվականին կամ 22 թվականին կամ 23-ին կար պատերազմի սպառնալիք, դրա համար գնացել եք ինչ որ քայլերի։ Հա, եկեք ասեք, եւ եկեք ասեք, որ այո, դուք դրա համար պատասխան եք կրում, այդ պատերազմի սպառնալիքը իրական դարձնելու համար պատասխան եք կրում եւ պիտի պատժվեք դրա համար։ Բայց այսօր մենք գործ ունենք լրիվ այսպես հայ ժողովրդի դեմ տարվող հիբրիդային պատերազմի հետ, տեղեկատվական եւ ապատեղեկատվական պատերազմի հետ, որում հարձակվողի դերում է Հայաստանում իշխանությունը զավթած խմբավորումը։ Հիբրիդային պատերազմից խոսեցիք, բայց իշխանությունը հենց ինքն է ասում, որ հիբրիդային պատերազմ է մղվում եւ այդ ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկվի, Եվրամիությունը եւս այդ հարցում փաստացի իր աջակցությունը հայտնեց ընտրություններից առաջ։ Ռուսերեն լավ ասացված կա, նավարիե շապկգարիտ, հա։ Մենք էլ լիքը այդպիսի ասացվածքներ ունենք, գողությունից առաջինը խոսում է գողը, հա, եւ ամենաբարձր աղմուկում է գողը։ Հիբրիդային պատերազմ Հայաստանի դեմ վարում է Հայաստանում կրկնում իշխանությունը զավթած խմբավորումը, որի յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր գործողություն կլինի տարբեր տեսակի նախընտրական կամ կառավարության ծրագրի մեջ ներկայացված խոստումներ, որպեսզի ասենք ռազմավարության զարգացումը կլինի, թե կրթական համակարգի բարեփոխում, թե ընտրական համակարգի բարեփոխում, ամեն ինչ արել են հակառակը։ Չկա որևէ ուղղություն, որտեղ կարող ենք մատը դնել եւ ասել, այստեղ կա ինչ որ առաջընթաց։ Տեսեք, վաղը չեմիսորվանից ուժի մեջ է մտնում առողջապահության պարտադիր ապահովագրման համակարգը։ Չկա կառուցված եւ նշանակված ապահովագրական համակարգի օպերատոր, որը պետք է վարի, օրինակ եմ բերում, հա, ապահովագրական համակարգի շահառուների միասնական ռեեստրը, որը պետք է բաշխի ռեսուրսները, որը պետք է բաշխի ֆինանսավորումը, հավաքագրի այդ ամեն ինչը, համակարգը մտցում է, պարտադրանքը կա, բայց ակնհայտ է, որ այդ համակարգը չի գործելու տևական ժամանակ։ Մենք այքով պետք է մտնեն, գրանցվեն եւ այլն եւ այլն։ Կրկնում եմ, տևական ժամանակ այդ համակարգը չի գործելու։ Մենք հունվարի 10-ին արդեն կտեսնենք, որ կա խառնաշփոթ առողջապահական համակարգում, կլինի պարտադիր խառնաշփոթը կլինի, եւ ես նույնիսկ գիտեմ դեպքեր, երբ որ գործատուները տուգանքներից կամ տուժերից խուսափելու համար, չնայած օրենքով պարտադրվում է, որ ապահովագրական վճարները պետք է վճարված լինեն մինչև հունվարի 20-ը, բայց արդեն դեկտեմբերի աշխատավարձից պահումներ են արել, որպեսզի չստացվի այնպես իրավիճակ, որ առիթ չտան իրենց նկատմամբ ինչ որ տուժ-տուգանքներ նշանակելու։ Լիքը այսպիսի տարբեր վիճակներ կան։ Դեղերի պարտադիր դեղատոմսային համակարգը, չգիտեմ, ժամկետային ծառայության հետ կապված կլինի, ինչի հետ ասես կապված կլինի։ Նույնիսկ իշխանությունը անցած տարի ինչ որ համաժողովի ժամանակ խոստանում էր մեկ ամբողջական սլայդի տեսքով, որ Հայաստանում ներդրվելու է համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգ, եւ տեղում ուրացան, եւ այսօր էլ անվտանգության խորհրդի քարտուղարը տարատեսակ հանդիպումների կամ կուլիսային հանդիպումների ժամանակ ասում է, որ օգոստոսի 8-ից հետո իրավիճակը փոխվել եւ նույնիսկ իրենց իսկ վերցրած եւ հայտարարած ազգային անվտանգության ռազմավարությունը, որը պետք է փոխարինելու գար 2020 թվականի հուլիսին հրապարակված եւ անորոշ կարգավիճակ ունեցող փաստաթղթին, դա չհրապարակվեց։ Դա չհրապարակվեց, ակնհայտ է, որ իրենք զբաղված են, ակտիվորեն զբաղված են անգործությամբ, ակտիվորեն զբաղված են ժողովրդի աչքերին եւ ականջներին թոս փչելու եւ այսպես լապշա կախելով ռուսների ասածը եւ ամեն ինչ անում են, որպեսզի ոչ մի բան տեղի չունենա։
Դրանով իսկ մսխելով մեր պետականության մնացորդները, դրանով իսկ մսխելով մեր ինքնիշխանության մնացորդները, դրանով իսկ մսխելով մեր դիմակայությունը եւ դիմադրողականությունը, ամեն ինչ անելով, որպեսզի մենք հոգնենք, դառնանք կամազուրկ եւ չկարողանանք դիմակայել ապագա աղետներին, արհավիրքներին։ Մի օր կարող է զարթնենք եւ այս կամազուրկ վիճակում մեզ ասեն, որ գիտեք ինչ կա, Տիգրան հանձնեցինք, հանձնեցինք կայանի կողմը ինչ որ անհասկանալի կարգավիճակով քարտեզներում հայտնված այսպես կոչված անկլավները եւ այլն, հա, որպեսզի մենք չկարողանանք որպես հասարակություն դիմադրել մեզ անընդհատ հրամցվող աղետներին եւ արհավիրքներին։ Հիմա արդյոք խաղաղության այսպես գործընթացը առաջընթաց չի ապրում ձեր գնահատմամբ։ Երեք արտգործնախարարությունը հայտարարեց, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում Հայաստանն ու Թուրքիան որոշում են կայացրել դյուրացնել վիզաների տրամադրման գործընթացը դիվանագիտական հատուկ եւ ծառայողական անձնագրերի կրողների համար։ Սա վաղուցվա պայմանավորվածություններ Քլչի եւ Ռուբինյանի միջև հիմա ասում են, որ արդեն կյանքի կարող է կոչվել։ Բացի այդ հիշատակում են առևտուրը Ադրբեջանի հետ, ասում են սա եւս ցուցիչ է, որ խաղաղությունը կարող է հաստատվել, որովհետեւ առևտուրը նպաստում է դրան։ Ուրեմն այն ինչ տեղի ունեմ բացարձակապես ապօրինի կերպով, այսինքն ազգային ժողովի փոխխոսնակը ինչ որ անհասկանալի կարգավիճակով, ներկայացուցիչ կարգավիճակով չունենալով որևէ լիազորություն, օրենքով սահմանված որևէ լիազորություն եւ պարտականություն, ինչ որ բանակցություններ է վարում, հա, նույն կերպ բանակցություններ է վարում Սահմանագծման Սահմանազատման հանձնաժողովի հայկական կողմի նախագահը Մեր Գրիգորյանը։ Մեր Գրիգորյանը, այո, գնում են եւ ինչու անօրինական, ինչ արվում։ Որովհետեւ իր մանդատի մեջ դա չի մտնում։ Իր մանդատի մեջ ուրիշ բան է մտնում, հա, այդ հանձնաժողովը ուրիշ բանի համար է ստեղծված։ Ես կհիշեցնեմ նաեւ, որ այդ հանձնաժողովի կանոնակարգը, հանձնաժողովների աշխատակարգը հաստատվել է դեռևս 2024 թվականի աշնանը, հա, բայց դրանից հետո գոնե գետ մեկ տեղամասում Սահմանազատման գործընթաց տեղի չի ունեցել։ Այն ինչ տեղի ունեցել 2024 թվականի ապրիլ-մայիսին, բացառապես ապօրինի հակապետական եւ դավաճանական գործընթաց է եղել, որտեղ չի ունեցել որևէ իրավական հիմք, որտեղ դրանով հանձնվել է միակողմանի կերպով կատարվել են Ադրբեջանի պահանջները, որևէ ձեռքբերում Հայաստանի Հանրապետությունը չի ունեցել է նաեւ տարածքային կորուստներ, այնպիսի տարածքներ են դարձել անհասանելի անհաս, որը դե յուրե եւ դե ֆակտո գտնվում էր Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության սահմանից ներս եւ փաստացի տիրապետման տակ էր գտնվում Հայաստանի Հանրապետության եւ այնտեղ այսօր անհասանելի տարածք է դարել։ Հա եւ բացառապես եւ բացարձակապես ապօրինի գործընթացներ են տեղ ունեցել, իսկ աշխատակարգը հաստատելուց, կանոնակարգը հաստատելուց հետո գետ մեկ տեղամասում Սահմանագծման Սահմանազատման գործընթաց տեղի չի ունեցել։ Ասում են շարունակում է Բայրամովն ասում է չի բացառվում Հայաստանում էլ լինի հանդիպում եւ եթե իրենց պետական շահը թույլ տա կարիք լինի ինքը կգա Հայաստան։ Ուրեմն այսօրվա իշխանությունների թուրք եւ ադրբեջանցի գործընկերները եւ իրենք պաշտոնապես իրար դիմում գործընկերներով, իսկ երրորդ կողմերը իրենց դիմում են որպես հայրենակիցներ, իրենք պաշտոնապես իրականացնում են հակապետական եւ ապազգային գործունեություն։ Այս ամեն ինչը արվում է նրա համար, որպեսզի ապահովի ներկա գործող իշխանությունների վերարտադրությունը, որպեսզի նրանք կարողանան էլի վարեն իրենց այսպես փոխադարձության սկզբունքով միակողմանի զիջումների քաղաքականությունը, հա, եւ դա մենք ականատես ենք լինում շարունակաբար։ Ամեն օր, ամեն ժամի սրանք իրականացնում են եւ իրագործում են Թուրքիա եւ ադրբեջանցիների պահանջները։ Հիմա այն առևտուրը, որ մասին խոսվում է, նախ բենզին եկավ, դրանից առաջ ադրբեջանական բենզինը եկավ, դրանից առաջ եկավ ցորենը Ադրբեջանի տարածքով։ Հիմա Փաշինյանը խոսում է, որ երկկողմանի կարող է լինել, այսինքն մենք էլ ապրանքներ արտահանենք Ադրբեջան։ Սա ինչ հնարավորություններ է տալիս։ Առասարակ այդ խաղաղության գործընթացի ընդառաջ քայլ մենք կարող ենք տեսնել կամ միտումներ, որ խաղաղությունը կհաստատվի առևտրով։ Դե դա բացարձակ սուտ է։ Բացարձակ սուտ է, որ դրանով խաղաղություն կհաստատվի։ Որովհետև Ադրբեջանը շարունակում է իրականացնել իր հայատյաց քաղաքականությունը, որովհետև Ադրբեջանը այսպես բացարձակապես ազնիվ կերպով արտահայտում է իր նկրտումները Հայաստանի ողջ տարածքի նկատմամբ եւ ես ուզում եմ նաեւ մեր ընթերցողներին հիշեցնել, որ եւ դիտողներին հիշեցնել, որ բոլորովին վերջերս Ադրբեջանում համաներում հայտարարվեց, որի շրջանակում որում ներառվեցին նաեւ վերջին տարիների ռազմական հանցագործությունները կատարած մարդիկ։ Իսկ այն մարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճառներով ճաղերը հետևում էին հայտնվել ռազմական հանցագործություն, այդ թվում նաև ռազմական հանցագործություններ կատարելու համար,
հայազգի զինվորներ քաղաքացիական բնակչություն գլխատելու, սպանելու, արտադատական կարգով հաշվարկներ տեսնելու եւ այլն, այդ ամեն ինչի համար եւ այսօր դրանք ազատ են արձակվում, բարձր պայմանով են ազատ արձակվում։ Դրանք վաղը հրամցվելու են որպես ադրբեջանցի վերաբնակիչներ եւ մենք ականատես ենք լինելու սարսափելի դեպքերի, եթե այս իշխանությունները շարունակեն իրենց գործունեությունը։ Մենք չենք կարող անտեսել այն գործընթացները, որ սահմանից այն կողմ են տեղի ունենում։ Սրանք այսօրվա իշխանությունները ամեն կերպ դա փորձում են հրամցնել որպես ներքաղաքական լսարանին ուղղված գործողություններ կամ խոսույթ, բայց դա այդպես չէ։ Դեկտեմբերի 4-ին 5-ին Ադրբեջանում Բաքվում տեղի ունեցավ միջազգային համաժողով, ես այս ամեն ինչը ճակերտներով եմ ասում, որին մասնակցում են 60-ից ավելի երկրների պատվիրակներ, Արևմտյան Ադրբեջան թեմայով։ Կեղծ, բարձր որ սա կեղծ օրակարգ է, բարձր որ չկա գոյություն չունի Ադրբեջան, Արևմտյան Ադրբեջան, Ադրբեջանի տեսանկյունից, գոյություն ունի Արևմտյան Ադրբեջան կամ Հյուսիսային Ադրբեջան նահանգներ Իրանի տարածքում, բայց այս ամեն ինչը ներկայացվում է որպես սկզբից որպես ներքաղաքական, հետո պատմամշակութային, հետո մշակութային ինքնավարության, բայց իրականում սա Հայաստանը զավթելու, Հայաստանը թուրքացնելու, ադրբեջանացնելու գործընթացի քաղաքական օրակարգի մասը։ Մենք այդ հարցը չենք քննարկում, դա իրենք չեն քննարկում։ Իրենք չեն քննարկում։ Մեղավորությունը որն է իշխանության, որ նրանք այնտեղ այդպիսի բաներ են անում։ Ուրեմն սա հետևանք է նրա, որ այս իշխանությունը կամազուրկ է դարձրել Հայաստանի ժողովրդին, հայ ազգին։ Այսինքն բանակցությունների միջոցով այդ հարցերը չեն կարողանում փակել, այնպես դրա շուրջ չեն բանակցում, որտեղ բանակցելու բան չկա։ Ադրբեջանը պահանջներ է ներկայացնում եւ սրանք այն գլխից պայմանավորվել են, որ այդ պահանջները կատարելու են։ Չկա, որևէ մեկը չի կարող օրինակ ինձ համոզել, որ ջերմուկի տարածքում զավթված ռազմակարգված տարածքները վերադարձնելու մտադրություն կա, որովհետեւ հայկական զինված ուժերը ամրացված հենակետեր են կառուցում, ասենք դիրքերի տեղը, որոնք որ ձևավորվել են 2022 թվականի երկօրյա պատերազմից հետո, որոնք ներս են Հայաստանի այն ժամանակվա սահմանից 7.5 կիլոմետր։ Այսինքն այդ ամրացված շրջանները, եթե սահմանագծման, սահմանազատման գործընթաց տեղի ուներ եւ ադրբեջանցիների հետ գնային, դրանց կառուցելու իմաստ ընդհանրապես չկար։ Եվ չերել կարողներ, որովհետեւ դրանք այնպիսի դիրքեր են, որ ոչ մի գերեշխող դիրքեր չունեն, որևէ տրամաբանություն այդտեղ ունենալ ամրացված հենակետ, որը կարող է, ասենք, ապահովել մոտակա մարտական հենակետերի պաշտպանությունը, ինչ որ ավելի ընդլայնված պաշտպանությունը, դրանք չունեն։ Բավական է բարձրանալու Գեղնիկի մոտ եւ տեսնել թե որտեղ է իրականացվում այսպես կոչված ամրաշինական աշխատանքները։ Այնպիսի տեղերում, որտեղ պարզ է, որ սահմանը այդտեղով է հասնելու։ Ես համոզված եմ ուղղակի, որ կուլիսային պայմանավորություն կա այդ ռազմակալված տարածքները զիջել Ադրբեջանին։ Իսկ այնտեղ են գտնվում օրինակ Արփա եւ Որոտան գետերի ակունքները։ Այնտեղ է գտնվում բավական մեծ ջրահավաք ավազան, որտեղից սնվում են մեր ամենաջրառատ գետերը։ Այդ հատվածում, որտեղ որ առաջ են եկել պատերազմից հետո ադրբեջանցիները, որը զավթել է 200-250 կիլոմետր։ Տարատեսակ թվեր են ասում, բոլորը սուտ են, հա։ Դրանք այդ բոլոր թվերը հնչեցվում են նրա համար, որպեսզի հետագայում կամ մոտ ապագայում արդարացվեն Ադրբեջանին արդեն խոստացված հնարավոր զիջումները։ Միայն այդ տրամաբանության արդյունքում նրանք հետ են գնալու, թե այլ բան է ասում։ Դա բացարձակ սուտ է։ Իրենք պետական քաղաքականություն են, որտեղ եկել կանգնել են, դա իմիջիայլոց Թուրքիայի սահմանադրությամբ էլ է ամրագրված։ Որտեղ կանգնել են թուրքի զինվորը, այնտեղից հետ չգնալու։ 10 տարուց ավելի Իրաքի հյուսիսում թուրքական ռազմական ներկայություն է, Իրաքի կրկնում եմ, որը մեզանից շատ ավելի մեծ երկիր է, ունի շատ ավելի հզոր ուժեր, բանակ եւ այլն, բայց Թուրքիան մտել է Իրաքի տարածք եւ այդտեղից դուրս չի գալիս։ Մտավ Սիրիայի տարածք, ոչ միայն դուրս չեկավ, գրավեց ամբողջ Սիրիան, բացառությամբ Իսրայելի կողմից օկուպացված տարածքների, հա։ Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ թուրք զինվորը որտեղ մտավ այնտեղից դուրս է գալու առանց պատերազմի, ուրեմն կամ ինքն իրեն է խաբում, կամ խաբում է իր երեխաներին։ Այդպես չի կարող լինել։ Եվ չկա այնպիսի իրավական կարգավորում այսօր, որ հնարավորություն կտա առանց պատերազմի դուրս հանել թուրքերին այնտեղից։
Խոսենք նաև ներքաղաքական կյանքից, նախ երեք իմացանք, որ Խաչիկ Գալստյանն է կանչվել հակակոռուպցիոն կոմիտե, այսօր իմացանք ձերբակալության մասին, Հայրենիք կուսակցության անդամ Խաչիկ Գալստյանը ինչ-որ ընտրակաշարքի գործին է վերաբերում, հակակոռուպցիոնից հայտնում են, այս կալանավորումները երկրի ներսում ստեղծված լարված մթնոլորտը ինչ բացատրություն ունի եւ ինչ է սպասվում ընտրություններից առաջ, մինչեւ ուր կզարգանա։ Առանց անդրադառնալու կոնկրետ անձին եւ կոնկրետ գործին, եթե ամփոփենք 2025 թվականը, մենք ականատես եղանք հայկականության եւ հայ ինքնության դեմ տերորի, ահաբեկման, եւ եկեղեցու դեմ այս արշավը, որը իրականացնում է այսօր այս գործող վարչախումբը եւ ազգային արժեքների, ազգային ինքնության, ազգային հիշողության, այդ ամեն ինչի դեմ պատերազմ է գնում բառից բուն իմաստով, բառից բուն իմաստով պատերազմ գնում տարվում Հայաստանի դեմ, եթե հիշում եք, ասենք օրինակ, այն բնապահպանական աղետը, որում այսօր գտնվում է Երևանը, աղբավայրերի անվերահսկելի այրումը, օդի աղտոտվածությունը, անտառահատումները, անտառային հրդեհները, ընդ որում աննախադեպ ծավալով անտառային հրդեհները, եւ հոսանքազրկում է մի քանի օր է։ Հոսանքը զրկված է մի ամբողջ թաղամաս, արդեն 3-րդ օրն է, եւ ոչ մի այսպես գործոն քայլ չի ձեռնարկվում այս իրավիճակը շտկելու։ Ձեռնարկվում է, բայց արդյունքը չկա դեռևս։ Արդյունքը այն է, որ մարդիկ նոր տարին դիմավորելու սարատաներում, Եթե ինչ որ հրաշքով այսօր կամ վաղը հոսանքը միացրին, որևէ երաշխիք չկա, որ հապճեպ կառուցված ենթակայանը կդիմանա ծանր բեռնվածքին կամ աճած բեռնվածքին, գիտենք նաև որ նոր տարվա դեմ մարդիկ ավելի շատ հոսանք են ծախսում։ Եվ մենք գործ ունենք բացառապես թշնամական, կարելի ասել, ոչ թե դավաճանական, թշնամական դիրքորոշում ունեցող իշխանության հետ, նույնը վերաբերում ասենք հայկական էլեկտրացանցերի դեմ հետ տեղի ունեցողին, որ հակառակ միջազգային արբիտրաժային դատարանի որոշումների այնուամենայնիվ շարունակվում է ապօրինի գործընթացը, տարատեսակ պատճառաբանություններով, ընդ որում այդ պատճառաբանությունները վաղը չէ միսուրը դառնալու են Հայաստանի դեմ, ոչ թե կառավարության ինչ որ անդամի դեմ, այլ Հայաստանի դեմ իրավական գործընթացների հիմք եւ առիթ են դառնալու, Հայաստանի վարկանիշի վրա է նաև ազդում։ Արդեն ազդել է։ Սուվերեն վարկանիշից ավելի բարձր վարկանիշ ունեցող ընկերության բռնազավթում է տեղի ունեցում, խլում սեփական տիրոջից, Այս պայմաններում որևէ տեսակի կանխատեսում կամ կայուն կանխատեսում տնտեսական ապագայի կամ տնտեսական իրավիճակի հետ կապված տեղի չի կարող ունենալ։ Ես կուզեմ մի փոքր անդրադառնալ նաև մեր կազմակերպության գործունեությանը 2025 թվականին, Հայաքվեն բավականին ակտիվ եղել է եւ հանրային դաշտում գործունեություն ծավալել մի քանի ճակատներում, լինի դա տրանսպորտի թանկացում, լինի դա եկեղեցու դեմ պայքար, ցեղասպանության ուրացման դեմ Հայաքվեն պայքարել, մենք նախաձեռնել ենք հանրագիր կենսաթոշակների բարձրացման հետ կապված, շատ լավ գիտենք, որ սոցիալապես անապահով ամենաանապահով եւ խոցելի խավը թոշակառուները այսօր գտնվում են շատ ավելի ծանր վիճակում, քան նախորդ տարիեր։ Այս կառավարությունը 25 թվականի թոշակների որևէ բարձրացում, որևէ ինդեքսավորում չի իրականացրել, չնայած խոստումներին, եւ այն հետ վճարների խոստումները կամ քեշբեքները, այսպես ասած, անկախիկ գնումներից, որի մեջ չի մտնում ինչ այլոց կոմունալ ծախսերը, դրանք ոչ միայն չեն թեթևացնում թոշակառուների վիճակը, դրանք այն նույնիսկ հանցագործ մոտեցում է, որովհետև ակնհայտ խտրականություն է դրվում հենց թոշակառուների միջև, այնով որ կանխիկով է ստանում կամ ով որ անկախիկ է կարողանում ծախսել, դրանց միջև մեծ անհամապատասխանություն կա, թե ինչքան հետ վճար են ստանում։ Եվ այս պառակտման գծերը, բաժանարար գծերը իրականում մեկ նպատակ ունեն՝ թույլատնել հայկական պետականությունը, թույլատնել մեր ազգային դիմադրողականություն, դիմակայությունը եւ անպաշտպան դարձնել մեզ պատերազմի, արհավիկների, աղետների առջև։ Հիմա 2026 թվականին ինչ պետք է անի ընդդիմությունը այս ամենը կանխելու համար եւ ամփոփենք նաեւ։ Ուրեմն ընդդիմությունը, քանի որ ընդդիմությունը միասեռ եւ միատար չէ, Դե բայց ամեն դեպքում այն ընդդիմությունը, որ ուզում է Փաշինյանին հեռացնել։ Մեկ հիմնական խնդիր կա, ընտրողին հանել, տանել, հասցնել ընտրական տեղամաս։ Որովհետև այս իշխանությունը հույս է դրել այդ
անտարբերության, ապաթիայի վրա եւ այն հույսով, որ կարողանա օրինական ճանապարհով, առանց ընտրակեղծիքի, կարողանա վերարտադրվել, օգտագործելով վաճառական ռեսուրսը, օգտագործելով այն շատ վստահ եմ, որ իրենք հաղթել օգտագործելով ընտրաստրուկներին, որոնք իշխանությունից ինչ որ ակնկալիք ունեն։ Իրեն դա հանրային ծառայողներ են, իրեն դա բյուջեից աշխատավարձ ստացողները, թող ոչ ոք անձնապես չվիրավորվի, իրենց անձնական գործն է չլինել ընտրաստրուկ, բայց մեր պատմությունը ցույց է տալիս, որ կա ընտրաստրուկների մեծ բանակ, որ մշտապես գնում քվեարկում են գործող իշխանությանը։ Մենք պետք է այնպես անենք եւ ընդդիմությունը պետք է այնպես անի, որ իր ընտրողին տնից հանի ընտրությունների տանի ընտրական տեղամաս եւ դիտորդների կլինի, վստահված անձանց միջոցով կլինի, կենտրոնական ընտրական հանձնաժողովում ներկայացվածության միջոցով կլինի, բոլոր օրինական միջոցներով հասնել նրան, որ յուրաքանչյուրի ձայնը հաշվարկվի։ Դա նշանակում է, որ նաև պետք է հանրությանը ներկայացվի այլընտրանքը, ծրագրեր, որոնք ընկալելի կլինեն։ Այո, եւ դա հնարավոր է անել, որպեսզի նրա մեջ հավատն շնչի, գնալ եւ քվեարկել։ Այո, եւ դա հնարավոր է անել գաղափարական ընդհանրությունների շուրջ լայն կոնսոլիդացիայի շնորհիվ։ Հնարավոր չէ իհարկե, չնայած տարատեսակ գործիչներ պնդում են, որ իրենք են երրորդ ուժը եւ իրենք են միակ այլընտրանքը, չկա մի այլընտրանք։ Մենք այսօր այնքան տարբեր ազգային գաղափար չունենալու պատճառով այնքան տարբեր են գաղափարապես, որ հնարավոր չէ մեկ գաղափարի կամ մեկ հարթակի վրա կոնսոլիդացվել եւ ներկայանալ որպես միակ գործող այլընտրանք, ինչպես փորձում են ելի եմ կրկնում տարատեսակ քաղաքական գործիչներ ներկայանալ, պետք է այնպես անել, որ գաղափարական ընդհանրությունների շուրջ ձևավորվի մի քանի այսպես գործուն այլընտրանք եւ ընտրողներին հավատ ներշնչեն, որ այն մարդիկ, ովքեր ներկայացված են այդ քաղաքական դաշինքներում, իրենք ունեն կառավարչական, քաղաքական, իրենք կրող են նաև ինքնության, իրենք կրող են արժեքների, ունեն այսպես սկիլեր, կարողություններ, հատկություններ, առաջնորդական կլինի, կրկնում եմ, վարչական կլինի, կառավարչական կլինի, այդպիսի հատկություններ են, որ ընտրողին կարողանան տնից դուրս անել։ Դա պետք է լինի 26 թվականին այսպես հավաքական ընդդիմության, ճիշտ է մասնատված, բայց հավաքական ընդդիմության առաջադրանքը։ Հայակվեն մասնակցելու ընտրություններին։ Իր դժվար իր անունով, այո, կստեղծվի քաղաքական ուժ, որը ել եմ ասում, չունենք այն պատրանքը, որ կարողանանք ինքնուրույն հավաքել այնքան ձայն, որ կարողանանք իշխանություն փոխել, բայց հավանական է, շատ հավանական է, որ կլինի նախընտրական քաղաքական դաշինք, այո, այդպիսի բանակցություններ ընթանում են, կլինի նախընտրական քաղաքական դաշինք, որը կկարողանա, ել եմ կրկնում, ներկայացնել իր այն տարբերվող կամ յուրահատուկ հատկությունները, որը կստիպի կամ կկոչի ընտրողին դուրս գալ տնից, կհանի այդ անտարբերության ճահճից եւ կբերի ընտրություններով կբերի ընտրական տեղամաս։ Շնորհակալ եմ շատ զրույցի համար։ Ձեզ շնորհակալություն։ Զրուցակիցս Հայակվե ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամ Ավետիք Քերոբյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։